Սահմանադրական դատարանը նոր դատավոր ունի։ Ազգային ժողովում փակ գաղտնի քվեարկությամբ բարձր դատանի դատավոր ընտրվեց Արտակ Զեյնալյանը։ Զեյնալյանի տեխնացությունն առաջադրել էր կառավարությունը։ Արտակ Զեյնալյան, կողմ 67 դեմ 0։ Շնորհակալություն, շնորհավորում եմ։ Ընտրությունից հետո նորընտիր դատավորը երդվեց։ Ստանձնելով Սահմանադրական դատանի դատավորի պաշտոնը Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջև երդվում եմ ապահովել սահմանադրության գերակայությունը, գործել անկախ, անաչառ, հավատարիմ մնալ Սահմանադրական դատանի դատավորի կոչմանը։ Մինչև քվեարկությունը ընդդիմադիր падգամավորները հարց բարձրացրեցին. արդյոք տարիներ շարունակ Հանրապետություն կուսակցության անդամ լինելը կարող է ազդել թեկնածուի անկախության վրա։ Ի պատասխան Զեյնալյանը նշեց, որ կուսակցական գործունեությունը դադարեցրել է մինչև իր թեկնածության առաջադրումը։ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ ամենաշատ Սահմանադրական դատարան դիմաց փաստաբանն է։ Այդ բոլոր գործերով սպառել եմ գրեթե բոլոր գործերով ներպետական պաշտպանության միջոցները։ Դրանց մի գերակշռող մեծամասնության գործերով դիմել եմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այսինքն անկախ իշխանության ով լինելուց ես կարող եմ ունենալ եւ ունենում եմ տարակարծություն եւ այդ վեճը հասցնում եմ Սահմանադրական դատարանի լուծմանը։ Պատգամավոր Արփինե Դավոյանը հետաքրքրվեց, թե ինչպիսի մեխանիզմներով է ապահովվում Սահմանադրական դատարանի դատավորի անկախությունը։ Սահմանադրական դատարանը բաղկացած է Սահմանադրական դատարանի 9 անդամներից։ Ես լինելու եմ նրանցից միայն մեկը եւ որոշումը ընդունվել է կոլեգիալ կազմով։ Բայց տեսական այս քննարկումից զատ 60 ավելի գործով Սահմանադրական դատարանը որոշումներ է կայացրել իմ դիմումների հիման վրա։ Եվ նաև այդ դիմումները ներկայացվել են այս ազգային ժողովի դեմ։ 2018 թվականից ի վեր բազմաթիվ որոշումներ են կայացվել իմ դիմումների հիման վրա։ Այս պայդրությամբ եւս 3-ից 4 գործ քննվում է։ Այսինքն, եթե սա արդեն ապացույցն է այն բանի, որ ես կաշկանդված չեմ քաղաքական կապերով։ Անդրադառնալով եկեղեցու շուրջ ծավալվող բանավեճին, Զեյնալյանը ասաց, որոշակի հավանականությամբ այն կարող է դառնալ եւ Սահմանադրական դատարանի եւ Եվրոպական դատարանի վեճի առարկա եւ դրա վերաբերյալ դիրքորոշում հայտնել չի կարող։ Միայն ընդհանրական կարող եմ ասել, որ կրոնական կազմակերպությունները, հոգեվորականները մարդու կամքի ձևավորման վրա շատ մեծ ազդեցություն ունեն, չափազանց մեծ ազդեցություն ունեն։ Եվ այդ սկզբունքից ելնելով է, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ արգելվում է նրանց իրականացնել քարոզություն եւ ձևավորել քաղաքական կամք, որպեսզի մարդիկ իրականացնեն իրենց պետական եւ տեղական ինքնակառավարմանը մասնակցելու իրավունքը ազատորեն։ Բարձր դատարանի դատավորի տեղը թափուր էր, քանի որ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Վահե Գրիգորյանն ընտրվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր եւ պաշտոնավարելու է 9 տարի։ Քրիստինե Թորոսյան, լուրեր։